Պարոն Հովհաննիսյան, մեկ շաբաթ առաջ խոսելով տրիպի մասին վարչապետ Փաշինյանը նշեց, որ մեծ ներդրումներ են սպասվում եւ իրավիճակը այսօր այնպիսին է, որ գումարներ Հայաստանը չի փնտրում գումարներ, այլ գումարներն են փնտրում Հայաստանին։ Ուզում եմ իմանալ ինչքան ներդրում է պահանջելու այդ նախագծի իրականացումը, անցած տարի օգոստոսի 8-ին է պայմանագիրը ստորագրվել Վաշինգտոնում, ենթադրում եմ գոնե մոտավոր գնահատականներ կան, այդ ովքեր են, որ Հայաստանին փնտրում են, որպեսզի ներդրում անեն, ասեք մենք էլ գուցե ուրախանանք, եւ հարցս վերաբերվում է, երկրորդ հարցս վերաբերվում է նաեւ ինչքանով դա կազդի մեր հնայի վրա տրիպի իրականացումը, հա, ինչքանի տոկոսային կետով բարելավում կարող ենք սպասել։ Դուք խոսեցիք նաեւ հարկային քաղաքականության հայեցակարգի մշակման մասին, կճշտեք չորչարկի առումով ինչ փոփոխություններ են նախատեսվում, սպասենք այդ փոփոխությունները 26 թվականին, որտեղ դեռևս 24-ին, երբ որ որոշվեց տոկոսադրույքի փոփոխություններ եւ սահմանափակումներ մտցնել շրջարկի մասով, այն ժամանակ վարչապետը նշում էր, որ պետք է գնանք ընդհանրապես շրջարկից հրաժարվելու ճանապարհով։ Հիմա հրաժարվում ենք, չենք հրաժարվում, ինչ ունենք այդ պահով հիմա։ Շնորհակալություն։ Տրիպի հետ կապված ես մի քանի անգամ այս հարցին պատասխանել եմ տարբեր ձևաչափերով, ինձ թվում է այս պահին գնահատական տալ, թե հնայի վրա ինչպիսի ազդեցություն կլինի, անշնորհակալ գործ կլինի, որովհետև դա կախված կլինի բազմաթիվ տարբեր հանգամանքներից։ Մասնավորապես դա կախված կլինի այն ապրանքաշրջանառության ծավալից, որը այդ ենթակառուցվածքով պետք է հոսի։ Դա կախված կլինի այլ հարակից էֆեկտների հետ, որը կապված է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանի բացման եւ առևտրի հետ կապված ազդեցությունների հետ։ Մենք արդեն ունենք իրողություններ, որոնք մենք չէինք պլանավորում եւ չէինք կանխատեսում ֆինանսային նախարարությունում եւ չէինք հաշվարկում, բայց այդ իրողությունները իրենք արդեն դրական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական միջավայրի վրա, նույնիսկ հնայի վրա որոշակի ազդեցություններ կունենան։ Խոսքը գնում է օրինակ դիզելային վառելիքի կամ ընդհանրապես վառելիքի ներմուծումից Ադրբեջանից եւ բնականաբար տարանցիկ որոշակի երևույթներից ես երեք օրինակ կարդում էի այն մասին, որ հեղուկ գազի հետ կապված մատակարարման որոշակի խնդիրների պատճառով գները թանկացել են եւ որոշում է կայացվել, հնարավորություն է ստեղծվել այդ հեղուկ գազը ներմուծել Ադրբեջանի տարածքով, որը այս խնդիրը եւս կլուծի։ Այսինքն սրանք բոլորը ազդեցություններ են, որոնք ամեն մեկը իր չափով ունենում է Հայաստանի տնտեսության վրա եւ ընդհանուր այս պահին մոդելավորել այդ ամեն ինչը ես չեմ կարծում, որ հնարավոր է։ Ճիշտն ասած, ներդրման չափի հետ կապված տեղեկություն չունեմ, որովհետեւ կարծում եմ, որ դեռ այդ չափը հայտնի է դառնում նախագծման փուլում կամ նախագծումից հետո մենք ունենք ընդհանուր գնահատումներ, այսինքն ապաշրջափակումը տարբեր բացակայող ենթակառուցվածքները լրացնելը ինչպիսի ներդրումներ են պահանջում, այդ գնահատումները արվել են մի քանի տարի առաջ, ես էլի դրա մասին խոսել եմ, դա մոտավորապես $500 միլիոն մասին էր, բայց իհարկե ժամանակը իր ժժգրտումները անում է, թե այսօր գնահատումներ լինեն, կարող է մի փոքր ուրիշ լիներ, հստակ ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել։ Ինչ վերաբերվում է շրջարկին, ներդրողների հետ կապված ես արդեն ասեցի, որ օրինակ մեր պարտատոմսերի մեջ ներդրումներ են իրականացնում միջազգային ներդրողները եւ դա էլ է ներդրում մեր տնտեսության մեջ եւ սա դրա մի օրինակն է ինքս կարծում եմ որ Հայաստանը
ներդրումային առումով բավականին հետաքրքիր տեղ է դառնում եւ կդառնա դրա օրինակներից մեկը նաեւ Firebird ծրագիրն է, որը իրականացվում է Հայաստանում, տարածաշրջանում նման բան չկա, սա շատ խոշոր ներդրումային ծրագիր է։ Իհարկե Հայաստանը, երբ որ բացվում է աշխարհի առաջ եւ դառնում է հետաքրքիր, այդ ներդրումները կարող է անմիջապես հաջորդ օրը չեն հոսում, բայց կա որոշակի հետաքրքրություն, այսինքն այցելություններ, հետաքրքրություններ եւ մենք պետք է եւ հակային քաղաքականության հայեցակարգը այս առումով էլ է կարեւոր, որովհետեւ մենք պետք է մեր հակային քաղաքականությամբ ստեղծենք այնպիսի միջավայր, որպեսզի կարողանանք այս հետաքրքրությունը ճիշտ սպասարկենք, ճիշտ միջավայր ստեղծենք, որ այն մարդիկ, ովքեր գալու են եւ հետաքրքրություն են ունենալու Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու համար, իրենք հանկարծ հետ չկանգնեն, որովհետեւ մենք չունենք լավ հարկային միջավայր։ Ինչ վերաբերում է շրջարկին, մենք շրջարկի վերացման մասին այս պահին չենք խոսում, հենց այսօր մինչև ստեղ գալը ես նայում էի իմ գործընկերների կողմից տրված պրեզենտացիան, որը մենք պատրաստում ենք քննարկել կառավարությունում շրջարկի ապագայի հետ կապված, հիմա չեմ կարող ես դրա մասին հայտարարություն անել, որտեղ մենք որոշում չունենք, բայց առնվազն կարելի է, ես խոսեցի դրա մասին, որ մենք կարծում ենք, որ այստեղ բարձեցնելու եւ հստակեցնելու բաներ կան, առնվազն այն ուղղությամբ, որ մեր փոքր եւ միջին ձեռնարկությունները մերի համար այդ հարկային վարչահարության բեռը նվազեցնենք եւ ունենք նաեւ գաղափարներ, թե ինչպես դա կարելի է անել, հիմնականում դա տեղի ունենում թվայնացման գործիքների միջոցով, որպեսզի մարդիկ, ովքեր չգիտեն հաշվապահություն վարել, ստիպված չլինեն մեծ գումարներ ծախսել հաշվապահարցելու եւ այս հետո պեկի հետ խնդիրներ լուծելու եւ այլնի հետ կապված պետք է այս մեխանիզմները ներդնենք, մենք ունենք որոշ գաղափարներ եւ բայց կարող եմ ասել, որ ամենայն հավանականությամբ դրանք տեղի չեն ունենա 2026 թվականին, եթե որովհետև նաև մեկ պատճառ էստեղ կա, մենք հիմա ներդնում ենք մի հատ համակարգ, որը ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետությունում հարկային քաղաքականության փոփոխությունները տեղի ունենալու տարին մեկ անգամ։ Եվ հիմա Արժույթի միջազգային հիմնադրամի գործընկերների հետ այս համակարգն ենք կառուցում, փորձելու ենք սինխրոնիզացնել հարկային քաղաքականության կամ եկամուտների պլանավորման գործընթացը բյուջեի պլանավորման հետ կամ ծախսային գործընթացի հետ, որպեսզի մեր հանրության համար էլ պարզ լինի, թե ինչի համար ինչ ենք անում։ Ես խոսեցի դեֆիցիտի եւ ծախսերի մասին, այսինքն երբ որ մենք խոսում ենք, թե որտեղ ինչ ծախս է պետք ավելացնել, այդ ծախսերը ունեն երկու աղբյուր, կամ պարտք, կամ հավել հարկ։ Եվ մենք բոլորս իրար հետ պետք է որոշենք ամեն տարի մի կետում, եթե մենք ուզում ենք միտեղ ծախս ավելացնենք, որտեղ պետք է ավելացում տեղի ունենա, կամ պարտքի, կամ հարկերի մեջ։ Կամ եթե ուզում ենք ծախսերը կրճատենք, ոնց ենք այդ ծախսերի կրճատումը իրականացնելու, կամ պարտք ենք քիչ ներգրավելու, կամ հարկ ենք քիչ վճարելու։ Սա էլ է տեղի ունենում։ Ընդ որում Հայաստանում ձեզ ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականից հետո հիմնականում այդ պարտքային եկամուտների քաղաքականության փոփոխության հետևանքով հարկերը նվազել են, ոչ թե ավելացել են, որովհետև եկամտահարկն է նվազել, պրոգրեսիվից դարձել է համահարթ, համահարթից հետո էլ ամեն տարի 1%-ային կետով մարդիկ ավելի քիչ եկամտահարկ են վճարել, որտեղ 23% էր, հետո 22% էր, հետո 21% էր, հիմա 20%-ը։ Մենք նվազեցրել ենք, կներեք, նաև շահութահարկը, որը նախկինում 20% էր, հիմա 18% է, հետևաբար խոսել
Այսինքն մենք սովորաբար սիրում ենք խոսել հարկերի բարձրացումից, իրականում հարկերի բարձրացում տեղի չի ունեցել։ Եթե ասում ենք շրջանառության հարկի դրույքաչափն է փոխվել, բայց այստեղ նվազեցման հնարավորություններն են մեծացել։ Եվ ըստ էության, ինչպես նաև ասեցի, շրջանառության հարկ վճարողների մոտ հարկային բեռի էական բարձրացումներ չեն եղել։ Նո, ասենք որոշ սեկտորներում կարելի ասել, որ եթե նախկինում վճարում էին 2%, հիմա կարող է վճարում են 2.5%, բայց էական փոփոխությունն այնպիսի, որ տենց ահասարսուր բաներ տեղի ունեն, տենց բան տեղի չի ունեցել։ Թեև հարկի տոկոսադրույքը դարձել է 10, բայց էֆեկտիվ տոկոսադրույքը դարձել է 1 կամ կես տոկոսով փոփոխության ենթարկվել։